է, որ հայտնի քրեական հեղինակություն Վիլենը, ում 5 տարի սպանված էին համարում, ողջ է ու հիմա Երևանում է գտնվում։ Նման տվյալներ ունենք, այո։ Արդյոք դա նշանակում է, որ քաղաքում քրեական իրավիճակը կարող է սրվել, ու եթե այո, ապա ոստիկանությունը ինչ միջոցներ է ձեռնարկելու, որպեսզի կարողանա կանխել քրեական խմբավորումների միջև բախումները։ Ներքին գործերի նախարարությունը օգտագործում է իրեն հասանելի ողջ գործիքակազմը քրեական իրավիճակը վերահսկելու համար։ Պարոն գնդապետ, բոլորը գիտեն, որ 5 տարի առաջ Վիլենը սպանել է ձեր հարազատ եղբորը, ու հիմա երբ հայտնի է, որ նա ողջ է, արդյոք սա ձեզ համար անձնական վրեժխնդրության հնարավորություն չէ։ Ես կորցրել եմ իմ եղբորս։ Բայց ես պետական ծառայող եմ, օրենքի պաշտպան։ Վիլենը շատ մարդկանց է սպանել, ու պիտի պատասխան տա արդարադատության առաջ օրենքի ողջ հստությամբ։ Իսկ ինչ կասեք այն մասին, որ… Կներեք։ Դիմում եմ այն մարդկանց, ովքեր տեղեկատվություն ունեն Վիլենի գտնվելու վայրի մասին։ Անապահ դիմեք ոստիկանությունը։ Հակառակ դեպքում դուք ինքներդ կլինեք նրա հացակիցը, ինչը ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Նաև դիմում եմ քեզ, Վիլեն։ Քեզ թվում է, որ այս քաղաքը քեզ է պատկանում, բայց քաղաքը երբեք քոնը չի եղել։ Այս քաղաքը հիշողություն ունի, ու քեզ լավ է հիշում։ Դու ստեղ անցյալ ես ունեցել, բայց ապագա էլ չունես։ Դու լրիվ մենակ ես մնացել, եթե նույնիսկ քեզ թվում է, որ այդպես չի։ Ոչ ընկերուն ես, ոչ էլ վստահելի մարդ, ոչ էլ մի անկյուն, որ կարաս հանգիստ շնչես։ Հիմա քո ամեն մի քայլը տեսանելի հետ կա թողում քո հետևից։ Քո ամեն մի կանգար քարտեզի վրա կետ է դառնում։ Սա սպառնալիք չի։ Սա նկարագիր է այն իրողության, ինչի մեջ հիմա դու հայտնվել ես։ Դու փակուղում ես, Վիլեն։ Ու եթե մինչև վերջ չես կորցրել իրականության զգացումը, հանձնվի կամավոր, որովհետև հաջորդ քայլը, որ դու կանես, այլևս դու չես ընտրելու։